Պարոն Պապիկյան, կադրեր են տարածվում համացանցում, որ սահմանային անցակետը հատողներին տալիս են 25-օրյա վարժական հավաքի ծանուցագրեր, սա ինչ որոշում է, ինչու է այս փուլում։ Նման բան ասել։ Չկա նման բան, կադրեր է տարածվում, որ հենց անցնում են սահմանը, տալիս են։ Ծանուցման համար կա կարգ։ Ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չի։ Այսինքն չեն տալիս 25-օրյա վարժական հավաքի ծանուցագրեր։ Ում։ Հայաստան եկող համապատասխան տարիքի տղամարդկանց։ Երբ, ինչ ժամկետում։ Հիմա որ գալիս Ուղիղ օդանավականում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ։ Նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ կային, ինչ նպատի։ Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության։ Նաև Հայաստանում տարբեր ինստիտուտներ կան, որոնք ըստ անհրաժեշտության ֆունկցիաներ են իրականացնում։ Փուլում ինչ են իրականացնում, պարոն Պապիկյան, անցման կետերում։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում նաև հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում, տարբեր հարցերով։ Շնորհակալ եմ։ Դուք բացառում եք, որ Ռուսաստանից եկածներին կարող են 25-օրյայի ծանուցագրեր տալ։ Ես կարող եմ բացառել դա։ Այսինքն Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ով զինապարտա, հայրենիքի առաջ պարտականություններ չունի, բնականաբար չեմ կարող բացառել։ Ռուսաստանից, թե օրինակ Ֆրանսիայից, Ամերիկայից։ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, չեմ ասում բոլորին ուղարկում են։ Դուք հիմա կրկին իմ խոսքը, ոչ, դուք չեք ճշտում։ Դուք իմ ասածը խեղաթյուրում եք։